Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ի վերջո հայտարարեց, որ Բարգավաճ Հայաստանը խորհրդարան չի կարող անցնել, այս մասով ձեր դիտարկումները հաշվի առնենք նաև, որ դուք նախապես մեր հետ զրույցներում պարբերաբար, երբ փորձում էինք հասկանալ ինչ իրավիճակ կստեղծվի, նշում եք, որ եթե ընդդիմադիրները այսպես շարունակեն, ապա օրվա իշխանությունը կրկին հաղթանակելու է, այս մասով նաև ինչու եք այդ եզրահանգմանը եկել։ Նախ ինչ վերաբերում է Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ կապված ցանցերին, ապա ես ասեմ, որ սա աննախադեպ իրավիճակ է եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տվել օրենքի խախտում իմ կարծիքով եւ հետեւաբար թե ինչ կորոշի համանրական դատարանը, որ գործընկերները դիմեն, ժամանակ երևա։ Սա աննախադեպ խախտում է, այսպեսի խախտում, ասենք ես չեմ լսել, որ որևէ տեղ որևէ ժամանակ եղած լինի։ Հետևաբար սա լուրջ վտանգ է, իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում իշխանության ձևավորման լեգիտիմության հետ կապված։ Պարոն Աղազարյան, օրինակ ԿՀ նախագահը հարցազրույց էր տվել լրատվականներից մեկում եւ հայտարարել էր, որ Բարգավաճի պատճառով ընտրություններ չէի կեղծելու, դա ինչ է նշանակում։ Չէ, նախ բնականաբար Պարոն Հովակիմյանը չէր գալու ասել, սենց է գալել, լավ ենք արել։ Մի բան պետք է ասել, բայց այդ մի բան պետք է ասել, երբ որ ինքը ասում է, չոտնահարենք այն մյուսների իրավունքները, որը բան է, իհարկե մանիպուլյացիա է։ Այդ դեպքում թող ամբողջ Հայաստանում հասկացվեր վերաքվեարկությունը, որովհետև գիտեք ինչ կա, եթե կեղծվում է կամ սխալա թույլ տրվում 10,000 ձայնի հետ կապված, 20,000 ձայնի հետ կապված, բայց դրանք չեն ազդում ընտրությունների արդյունքների վրա, դա մի իրավիճակ է։ Իսկ եթե տեղի ունենում 54 ձայնի հետ կապված, եւ դա ազդում է ընտրությունների արդյունքի վրա, ասիկա այս ուժը մտնում է խորհրդարան, թե չի մտնում։ Հավանական կառավարող ուժը ունենում է 2/3 ձայների մեծամասնություն մանդատների հաշվարկով, թե չի ունենում։ Սա լուրջ անցումային իրավիճակներ են եւ հետեւաբար այստեղ պետք է մի քիչ ուժ ձևավորվել։ Պարոն Աղազարյան, ընդդիմադիր ուժերը այսօր հայտարարեցին, որ պատրաստվում են դիմել, մի մասը դիմել է սահմանադրական դատարան, այդ դատարանից ընտրությունների հետ կապված այս արդյունքների մասով ինչ սպասելիքներ ունեք, նոր ընտրություններ կկազմակերպեն թե ոչ։ Ես կարծում եմ, որ ընդհանուր միջև կարող է պատահել համանրական դատարանը որոշում կայացնի նոր ընտրություններ անցկացնելու, որովհետև ըստ լուրերի ոչ ապացուցված դեռևս դատարանի վճռներով, առանց դատարանի վճռների բացակայության վարչապետը հայտարարում է, որ մասսայաբար ընտրակաշառքներ են բաժանվել, մասսայաբար։ Ինքն իր իշխանությունը չի կարծել դեմն առնի։ Մյուս կողմից էլ Բարգավաճ Հայաստանի հետ կապված դեպքը, այս երկուսն եթե գումարում ենք իրար, ապա ակնհայտ է դառնում, որ պետք է վերաքվեարկություն ամբողջ Հայաստանով կամ նոր ընտրություններ։ Բայց համանրական դատարանը ինչ կորոշի, թե ինչ չի որոշի, դա արդեն դժվար է ասել, բայց բոլոր դեպքերում քայլը պետք է կատարվեր ընդդիմության կողմից։ Երեք Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերը պատրաստվում են միասին հանրահավաք անցկացնեն, հանրահավաքի վերաբերյալ ինչ կասեք առաջիկա։ Կարող եմ մի բան դնել, մի րոպեանոց բան դնեմ, հետո խոսքս կասեմ, այդ իմաստով, որտեղ դա շատ կարևոր բան է։ Սա ես ասել եմ մոտավորապես 7-8 ամիս առաջ։ Բեզությունը չի կարելի 4 ամիս հետո փրկել։ 4 ամիս հետո փրկել։ Հասկանում եք, իմ ասածի իմաստը։ Այսինքն հարցը լուծենք, նոր 4 ամիս հետո պետք է փրկել, ախպեր ջան, ինչ եք ուզում։ Դες հազար անգամ ասում եք, միլիոն անգամ ասում եք, դες որ շարժմանը կհանի, արանքից կհանի, քթոնի սվեժ ռոբոտ, ծածկացնի ու կընտրվի։ Այդ բանը գանգները չի մտնում արա։ Բեզությունը չի կարելի 4 ամիս հետո փրկել։ Ես ասել եմ 7-8 ամիս առաջ։ Եվ փաստորեն իրողություն դառավ, եւ պարոն Կարապետյանը ինքն էլ ընդունեց, որ սխալվել է, որ ընդդիմությանը համախմբում չեն կազմակերպել ընտրություններից առաջ։ Սա շատ բարդ խնդիր է, բայց այստեղ էր հաղթանակի բանալին։ Սա բարդ խնդիր է, բայց այստեղ էր հաղթանակի բանալին։ Հիմա Սամվել Կարապետյանը նախաձեռնում է նորից համախմբում։ Եթե այդ նորից համախմբման բանը պետք է լինի, լոզունգը պետք է լինի ուժեղ Հայաստան միայն Սամվել Կարապետյանի հետ, ապա ոչինչ չի ստացվի։ Ոչինչ չի ստացվի, ինչպես չստացվեց։ Ոնց ասում էին, միայն ուժեղ Հայաստան միայն բառը ավելորդ էր, ավելորդ։ Եվ դա շատ մարդկանց մոտ բան էր առաջացնում, հակառակ ռեակցիան էր առաջացնում։ Եվ համախմբումը չեղավ ըստ էության։ Հիմա համախմբումը փորձում է կազմակերպել, դա շատ բան է։ Այսօր ես լսեցի
Վարդան Ղուկասյանի դոգի բանը ուղերձ այսպես կոչված Սամվել Կարապետյանի, որ նախաձեռնում է, բայց սենց բանես, ես ոնց կարամ այս մարդու հետ կլոր սեղան նստեմ, այս մարդու հետ կլոր սեղան նստեմ։ Հենց այդ բանիները պետք է հաղթարվի։ Եթե քաղաքական ուժերը կարողանան վեր կանգնել եւ լուծել առաջի հարցը պետք է դնել բոլորի առաջ, որ ոչ թե իշխանափոխություն, ոչ թե Նիկոլին հանենք, Սամվել Կարապետյանին դնենք, այլ առաջի հարցը պետք է լինի Նիկոլին հանել։ Այսինքն Նիկոլին հեռացնել իշխանությունից եւ դա անել միասնական ուժերով, բոլոր այն ուժերը, ովքեր ուզում են փրկեն հայրենիքը։ Դերեք եւ երբ որ Նիկոլին հեռացվի իշխանությունից, այդ ժամանակ արդեն թող այդ ուժերը քաղաքական իմաստով իրար խարակիրյան, իրար փորթափեն եւ գան իշխանության արդար, թափանցիկ, հավասար պայմաններում, առանց վարչական ռեսուրսների, առանց ռեպրեսիվ ապարատի կիրառման, ներողություն։ Արյուն է հեղվելու։ Քաղաքական իմաստով չեք դասում։ Պարոն Աղազարյան, երեք Սամվել Կարապետյանը իր ացուլիսում նաև կոչ արեց ընդդիմադիր գործիչներին, որ իրենց խորհուրդներ տալու փոխարեն մանդատները վերցնեն թե չվերցնեն, ավելի լավ է իրենց կողքին կանգնեն։ Դուք ունեք կուսակցություն, օրինակ պատրաստվում եք կրկին բանակցել իր հետ, հասկանալ ստեղծված իրավիճակում ինչ կարող եք դուք անել։ Ախր Ժիրար Սեֆիլյանը ինչի պիտի կանգնի Սամվել Կարապետյանի կողքին։ Սամվել Կարապետյանը ով է, որ Ժիրար Սեֆիլյանը պիտի կանգնի Սամվել Կարապետյանի կողքին։ Հովիկ Աղազարյանը ինչի պիտի կանգնի Սամվել Կարապետյանի կողքին։ Սամվել Կարապետյանը ով է, որ Հովիկ Աղազարյանը կանգնի Սամվել Կարապետյանի կողքին։ Ով է։ Դուք չգիտեք ով է, բարի։ Հետո եւ Գործարար Հայաստանում Ասիկը Սամվել Կարապետյանը ավելի ուժը քաղաքական գործը քաշտե ես, հա։ Քաշտե Ժիրար Սեֆիլյանը, հա։ Արապապյանը, հա։ Տեսանք Բևերը ինչքան ձայն հավաքեց, ուժեղ Հայաստանը ինչքան ձայն հավաքեց։ Դուք տեսան, բա այդ ենք, բա մեկ էլ ենք ասում։ Եթե դու դες համախմբես, փոքրում ես չպիտի նայես։ Դու համախմբվեք, ոչ թե համախմբի։ Նիկոլ Փաշինյանը հեռացեք իշխանությունից, հետո արի ընտրվի վարչապետ։ Ես ճանապարհ էինք առաջարկում 100%-ից, որ ինքը վարչապետ էր դառնում։ Քիչ համաձայնվեցին։ Հազարակամ գրեցին բանալիք 100%-ից ճանապարհ, որ ինքը վարչապետ էր դառնում։ Քիչ համաձայնվեցին, որովհետև եթե հանգարցակ այդ ճանապարհով ինքը վարչապետ դառnar, դուք ասեիք, բայց всё-ժինք բանը Աղազյան Հովիկի Հակոբյանին ասածը լսես վարչապետ դառավ։ Չեն ուզում ոչ մեկին լսեն, ուզում են իրենք դևին սպանեն, իսկ ով որ դևին մենակ ասպանում, ինքը դառնա դև, ինձ պետք չի այդ դևը։ Այսինքն բացառում եք, որ նորից կբանակցեք ու բանակցել ես չէ բանակցել, որովհետև ես իրանց համար շատ բանը փոքր մակարդակի մարդ եմ, իրանք հարց չեն համարել իմ այդ խոսքը, ես ոչ վիրավորված եմ, ոչ բան եմ, ես ոչ բանակցել եմ, ոչ բան։ Ես իմ տեսակետները մենք կուսակցության տեսակետները գրել ենք հրապարակավ, հարմար կգտնեին, թող բանան առաջնորդվին, որը առաջ 100%-անոց ապահովում էր հնարավորություն իշխանության գալու։ Տեսակ 7 ամիս առաջ եմ ասել։ Հեռացնել հիմա ինչ անում Նիկոլ Փաշինյանը, հիմա ինչ անում։ Հիմա սատկացնում է։ Պարոն Աղազարյան, ստեղծված իրավիճակում ըստ ձեզ վերցնել մանդատները թե ոչ։ Եթե Բարգավաճ Հայաստանը կմտնի խորհրդարան, ապա այո, վերցնեն։ Եթե Բարգավաճ Հայաստանը չի մտնի խորհրդարան, ապա պետք չի վերցնել։ Այսինքն այս չի մտնում փաստացի այս բարաբար։ Չէ, դե ինչ եք ասում, հալակարաստանական դատարանը կարող որոշի։ Այսինքն եթե Բարգավաճ Հայաստանը մտնում է խորհրդարան, ապա անպայման թող վերցնեն մանդատները, որտեղ 44 մանդատը դա մեծ, շատ մեծ ուժ է, պետք չի բանանել։ Իսկ եթե Բարգավաճ Հայաստանը չի մտնում խորհրդարան, այսինքն տեղի ունենում տիեզերական մասշտաբի արտառոց կեղծարարություն, զեղծարարություն եւ այլ, դուք պետք չի մտնել։ Թող քաղաքացիական պայմանագիրը միայնակ փորձի ղեկավարի։ Պարոն Աղազարյան, ինչու եք Սահմանադրական դատարանի պես ակնկալիքներ հույսեր կապում, ի վերջո մենք տեսնում ենք կազմը ինչպիսին է, Հրայր Թովմասյանին հեռացնի, կարծես յուրայիններով կազմ են ձևավորել, ինչպես նույն դեպքը նաեւ Բարսագույն դատական խորհուրդում է։ Դե գիտեք ինչ կա, բոլոր դեպքերում դու պարտավոր ես պետության կոմիսիոն նախատեսված բոլոր հասակ իրավական նորմերով առաջնորդվես։ Հակառակը դերասացի հակառակը միանգամից փողոց գեներացնել է։ Փողոց, երբ որ ես ասում էի, որ Նիկոլ Փաշինյանը էլի իմ հարցազրույցներում ասել եմ կդիմի ուժային մեթոդների, ռեպրեսիվ մեթոդների, ասում էին հեղափոխական վիճակ կառաջանա, պարոն Աղազարյան։ Ո՞վ է հելնելու փողոցը սուր։ Այսօր չեն հելնի փողոց։ Վաղը կարան հելնեն։ Հիմա կասեմ ես վաղը երբ է։ Այսօր չեն հելնի փողոց, որովհետև այն 100 հոգին, որ փակ գաղտնի քվեակությամբ ձայնը տվեց Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, իրաց ղեկավար ուժերին կներեք, Գագիկ Ծառուկյանին, իրաց կոչով այդ 100 հոգուց 2 հոգի հասնի դուրս գան փողոց։ Նիկոլ Փաշինյանը չի ասում, ասում հելեք ախպեր, հելեք հեղափոխություն արեք։ Այսինքն ուզում նկարի բոլորին փողոցում ակտիվներին ջոկի, որտեղ հելել անեցի, որ 5 տարի հետո մասին է մտածում Նիկոլ Փաշինյանը, ոչ թե իրաց նման մի ժամվա մասին։
Պավել լավ է։ Ում։ Հարկավոր է լսել իմ խորհուրդները։ Պարոն Աղազարյան, այսինքն չկա այն առաջնորդը, որը փողոցային շարժումը կարող է ղեկավարի ու Այսօր չկա այդ առաջնորդը, որ փողոցային շարժում կարող գեներացնի, որովհետև նորից եմ ասում, այս ռեպրեսիվ ճնշումների պայմաններում մարդիկ կան հանգստանան փողոց դուրս գան ուղղակի, որովհետև Նիկոլ Փաշինյանը ասում է դուրս եկեք, բանը հեղափոխություն արեք, ինքը իրականում հրահարում է, որպեսզի ակտիվիստներին բանալի հավաքի փողոց նկարի եւ այլ հետո հարցերը լուծի։ Հիմա տեսեք երբ կարա փողոցը գեներացվի։ Շատ իմ տանոց բուտիկ մարդիկ ձայնը տվել են քաղաքացիական պայմանագրին։ Երբ որ ես զրուցել եմ, ասել եմ, բայց չեք անհանգստանում արդյոք որ Նիկոլ Փաշինյանը ստիպված պետք է լինի այդ փախստականը, այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձի հետ կապված փաստաթուղթ ստորագրի։ Ես մի լավ էլի, պարոն Աղազարյան։ Ասեմ լավ էլի չի։ Ենթադրենք այսօր դու համոզվում ես, որ դա այդպես է լինելու։ Ասում եմ դուք ձայն չեմ տա։ Բայց այդ մարդիկ ձայն են տվել։ Հիմա երբ որ գա այդ իրավիճակը, այդ մարդիկ է դուրս գան փողոց ասեն։ Բայց կողմն ասեն։ Հա, այդ մարդիկ է դուրս գան, որովհետև դա անընդհանուր է։ Հիմա երեք չեմիսոր արդեն եղել է, չէ՞ որ դու բատում ես բանա հարարողությունը բարձրաստիճան պաշտոնյաներ, ադրբեջանցի բարձրաստիճան նախարար, բիզնեսի փոխնախարար։ Հələ չի հասել։ Փակասնի ժամանակ երբ որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվի ստորագրի փաստաթուղթը։ Պարոն Աղազարյան, Այդ կներեք, այդ կլինի վաղը, որ ասում եմ, այսօր հնարավոր չի, վաղը հնարավոր կլինի։ Անկլավների հետ կապված է կարող ապատել մի փոքրիկ բան լինի, բայց արդեն անկլավների հետ կապված ժողովուրդը հաշտվել է։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարեց, որ իր իշխանության օրոք ոչ մի հատ ադրբեջանցի Հայաստան չի գալու, այսինքն դուք իր խոսքերին չեք վստահում։ Ես իր խոսքերին վստահում եմ, ինքը կստորագրի, 5 տարի իշխանության չի լինի եւ ժամանակ գացեն կգան։